Հարգելի հայրենակիցներ, երեք հետքի մեր գործընկերները հրապարակել էին մի հոդված, որտեղ արժական հավաքի մասնակիցը նկարագրում էր բանակային դիրքում իր դիտարկման առկա խնդիրները, թերությունները եւ այլն, եւ մենք այս պահին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գեներալ լեյտենանտ Ասրյանի հետ ուղևորվում ենք դեպի նշված բանակային դիրք։ Մեր գործընկերներից ճշտել ենք, որ այդ բանակային դիրքը տեղակայված է Սյունիքի մարզում, տեղում արձանագրված դիտարկումների իսկությունը ստուգելու, առկա թերություններին համապատասխան ընթացք տալու նպատակով։ Մենք հարգելի հայրենակիցներ գլխավոր շտաբի պետի հետ անակնկալայցով եղանք նշված բանակային դիրքում, բոլոր գրառման մեջ տեղ գտած բոլոր դիտարկումները տեղում ուսումնասիրվեցին, դրանց մի մասը չէին համապատասխանում իրականությանը։ Այդուհանդերձ նշում ենք, որ կան նաև թերություններ որոշակի բնույթի, որոնք դիրքի կահավորման, խրամատների բարելավման, Նաև պետք է հաշվի առնել, որ այս դիրքը գտնվում է 2000 մետրի եւ ավելի բարձրության վրա, այստեղ նաև այս տարի եղել է շատ լուրջ սառը ձմեռ, որը կարելի ասած մեր 2.5 ամիս առաջ է, որ ձմեռը հետ է քաշվել, եւ ինժեներական կահավորման աշխատանքները միանշանակ պլանավորված են ու իրականացվելու են։ Կան թերություններ, որոնք իրականությանը համապատասխանում են։ Զինամթերքի մասով, որ գրված է ներկայացել են 7.62 մմ ինքնաձիգերով եւ այստեղ միայն 5.45 մմ է, դա իրականության չի համապատասխանում, որովհետեւ փամփուշտի պաշարները ես անձամբ ուսումնասիրել եմ եւ կա 5.45 մմ եւ 7.62 մմ, իսկ ինչ վերաբերում է նռնականետի RPG 7-ի, ZN7-ի նռնակներին եւ նաեւ խոշոր դրամաչափի գնդացիրների փամփուշտներին, այո, ծառայության ընթացքում կարող է լինել, որ մարտական դիրքում այդ խոշոր դրամաչափի զենքերը չլինեն, բայց մենք փամփուշտի պաշարները մշտապես պահպանում ենք, որովհետեւ հերթափոխից հերթափոխ անձնակազմի նշանակման ժամանակ նաեւ լինում են, որ դիրքը ուժեղացվում է խոշոր դրամաչափի գնդացիրով, նաեւ լինում են ZN7 նռնականետը, դրա համար դրանք մշտապես ունենալ պետք է։ Ինչ վերաբերում է, որ գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի դիրքի անմիջական կառակային խոցման տակ, ցանկացած շփման գծում երկու իրար դեմ դիմաց տեղակայված դիրքերը ըստ զինատեսակների հասանելիության եւ իրենց դիրքը եւ մեր դիրքը միանշանակ գտնվում են կառակային հասանելիության պայմաններում, բայց այդպիսի վիճակ չէ, ինչպես ներկայացված է նյութի մեջ, որ մեր դիրքը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի դիրքի անմիջական կառակային խոցման ներգործության տակ։ Դա այդպիսին չէ ու նաև իրենց դեմ դիմաց տեղակայված դիրքը հսկողություն չունի, նաև գերիշխվածություն չունի մեր դիրքի նկատմամբ։ Այդքան։ Ինչպես նաև թաքստոսների մասով նաև տեղում արձանագրեցինք թաքստոսների առկայություն, ինչպես նաև նշենք հարգելի հայրենակիցներ, որ իհարկե կային թերություններ եւ դրանք արձանագրված են եւ գլխավոր շտաբի պետի կողմից տրված են համապատասխան հանձնարարականներ դրանք սահմանված ժամկետում վերացնելու եւ աշխատանքները պատշաճ իրականացնելու նպատակով։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար